Մենակ զինվորական զինվորներն էլի վերաբերում։ Ձեր ժամանակ որ տարբերեք զինվորականները, ասենք գլոխը միշտ ճակատը sense բարձր, իրանք կային են կապ չունի որտեղ եղել։ Ցանկացած երևում էր մեր ասենց հայկական դրոշ բարձր բայ, կոնկրետ հիմա զինվորականները вообще որ կարելի ասած հիմա ոչ մի տիպի իրանք չեն էլի գնահատում։ Հաստատ եմ որ ձեր ժամանակ զինվորականները էլ եմ ասում, ես հիմա ինքս զինվորական եմ ու չեմ էլի ընտրում կոնկրետ մեր երկրի վարչ ճիշտ է։ Ես ասեմ, այն ժամանակ ենթադրում եմ որ պատճառը ինչն է։ Առաջինը զուտ պետությունը իր վերաբերմունքի առումով քարոզչական բան միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը, այդ միշտ է եղել։ Երկրորդը նայեք, միշտ հետևում էի աշխատավարձերը բավական հաճախակի բարձրացնում էինք։ Միշտ հետևում էի, որ զինվորականի աշխատավարձը անպայման ոստիկանից ուժային կառույցներում առնվազն 25% ավել լինի։ Համարենք, որ անվտանգությունը ապահովելու համար բանակը համար 1 ֆունկցիան ունի եւ մենք ամեն ինչ արենք, որ այդպես է։ Բայց այսօր համար 1-ը օրինակ Հայաստանի Հանրապետությունում իրանք նախընտրում են միլիցիայի կարգավիճակում լինի, բայց մեր սահման բոլոր սահմանները սկսում է բայց մեր պատճառը դա է, դրա պատճառով վերաբերմունքն է փոխվում, որովհետեւ մարդիկ նայում են, ասում են պետության համար բանակը առաջնահերթություն չի։ Հակառակ դեպքում բարեկը ավելի շատ աշխատավարձ չի ստանա, քան բանակը, որովհետեւ պետության լծակը ցույց տալու իր գերակայությունները առաջերտին աշխատավարձներն է, արտոնություններն է, վերաբերմունքի բանն է, պարգևադրումներ եւ այլ։ Հիմա եթե համեմատենք պարգևավճարները ոստիկանությունում, հատկապես գիտեք ոստիկանության որ մասը, ոչ թե այն մասը, որը հանցավորության դեմ է պայքարում, այն մասը, որ բերետավորներ, որ ավելի շատ քաղաքական ճնշումների մահակը նորմալ վարձատրվում է։ Բայց մեր սահմանը սկսում է հենց առաջինը սահմանից էլի։ Հիմա առաջինը երկը, ճիշտ է։ Լրիվ ընդունում են փոխելու են։ Եթե մեր սահմանները օրինակ թույլ լինի, ասենք ինչքան էլ ուզում է հիմա մենք ասենք մենք այստեղ ինչքան ամուր լինենք, բայց եթե մեր սահմանները թույլը չենք կարող, էլի մենք այստեղ ապահովը զգանք մեզ։ Այդտենց է, նույն մտածելակերպը մենք ենք միշտ ունեցել, որ սահմանը եթե թույլ է, խնդիր ունես։ Հիմա էլ է թույլ լինես, չի որ ասում են խաղաղություն, ոնց կար ասենք կոնկրետ հիմա ասում է 300,000 օրինակ ադրբեջանցի պիտի գա Հայաստան մնա, ասենք իմ եղբորը սպանել է կամ ինչ-որ մեկի, ոնց կա ադրբեջանցու հետ խաղաղություն լինի։ Նայեք, նաև մի օրինակ էլ բերեմ, օրինակ ռազմական ինստիտուտը այն տարիների, երբ վերաբերմունքը բանակի նկատմամբ լրիվ ուրիշ էր, մոտարապես մի տեղի վրա 7-ից դիմում էր։ 7-ից ու 7-8 մինչև 10 հոգի նայած ֆակուլտետին դիմում էր։ Հիմա պրոբլեմա, հիմա ով դիմում է ընդունում է։ Որովհետև բան չկա, զինվորական վերաբերմունքը չկա։ Հիմա կոնկրետ մեկ ծառայում, ես կոնկրետ ծառայում, հիմա արձակուրդի մեջ եմ, գոսպիտալու արձակուրդի մեջ եմ, դրա համար ասենք հրաշով է։ Հիմա ես էլ ուզում եմ դուրս գամ, զուտ պայմանագրային դուրս գամ, որ գնամ քաղաքեն, որ միլիցիայությունում մտնեմ, ավելի լավ է, համաշխատավարձն է բարձել, հիմա ատեստավորումը մտցրել են, ատեստավորումը հիմա կա մարդ են, որ 150 կիլո ինքը չի կարող 2 հատ ժիմանի, բայց ինքը մարտական դիրքեր, ասենք իր մեքենան ինքան շատ լավ է շահագործում մարտական դիրքերում, որ ասենք այն նոր ընդունված պաշտպան հայերենացը չի կարող ինքը մարտական դիրքերում վարի։ Դա էլ է վերաբերում։ Որովհետև այն կառույցները, որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ, դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն, ոչ մի ատեստավորում չկա։ Հենց մի անգամից աշխատավարձերը բարձրացնում են, վերջ։ Բայց բանակից ատեստավորում են ուզում, ուսուցիչից ատեստավորում են ուզում։ Այդ լրիվ ընդունել է փոխելու են։ Իհարկե, ամբողջությամբ դա պիտի վերանայվի։ Հարց ընդհանուրից ուսյո, ասենք հիմա այս վերևի գյուղում էլ այգուտում, մեկ էլ ներքև գյուղը Աղավնավանքում գազը կա, գազը, բնական գազը կա։ Հիմա ասենք ստե 3-4 գյուղ կա, որ այդ գազը չկա, ասենք ընդհանրապես չկա։ Հիմա այդ գազի հարցը ու հիմա անտառները մտցրել են էկոպարեկներ, չեն թողում մարդիկ փետ բերեն, բայց հիմա ժողովուրդ ինչով ապրեն։ Հարցը 20 տարի առաջ ենք կստոր պարոն Քոչարյան։ Եվրոպա, բայց այս գյուղերը հենց այն ժամանակ են գազը ստացել։ Խիչ ստացա, մի հատ ինձ հիշեցրեք։ Հոսք կա, բայց այդ հոսքը այս 30 տարեկան է, 30 տարի ոնց կա ճանապարհն ունենա։
Հա, զուտ Ընդամենը 3 կիլոմետր կամ կիլոմետր ու կես այդ հոսքի պատճառով, ասենք, ստե բնական գազ չեմ վերել։ Որովհետև այս ամբողջ զորակը գազոֆիկացրել են, ես չէի հիշում, հիմա հիշեցրել Դե եք։ ձեր ժամանակ շատ լավ է, պարոն Քոչարյան, ես չի Պետը բերելուս Մի խնդիր չենք Պետք է չէ թողու որ բերել մարդիկ վառել, գազը չկա, ճիշտ պիտի։ Հիմա սա ժողովրդին են, որ այնպես է դարը, այնպես չէ էլի քաղաքականություն ցենք ուզում, բայց այսօր մենք ձեր մեջքին ցած ավելի լավ, ցած ձեր կարող ենք հենվել, քան պարոն Փաշինյանը էլի մի չենք էլ ուզում շատ բաներ խոսան կամերաները, սա կալմա ձայնագրումա 3 հատ ընտրություն էլ է, ես այնպես չէ, իմ ապացույցներն ունեմ։ Ես 3 անգամ եմ ձեզ մտրել ու հիմա կուզեմ որ դուք լինեք Շնորհակալություն, ուրեմն 4-րդ անգամ նորից ձեզ ենք ընտրել։ Եվս ընտրել։ Աստղ ու մեկ էլ այսքան ժամանակ մի բան եմ արմացել, որ ոնց հալի Սերժ Սարգսյանը, ասենք իր այդ մանդատը տվե Նիկոլականին, չէ, դե հիմա չէ, ասենք խիա տվե, որ ասենք այսօր այս ժամանակ ունեցել ենք Ղարաբաղը, հիմա ասենք ես Ղարաբաղ եմ ծառայել ու ասենք այնպես չէ, հիմա շատ վիշտ կա էլի ասենք։ Մարտունի 2-ը։ Մարտունի 2-ը էր։